Ուրախ եմ, որ ստեղ եք ու ուրախ եմ, որ այս առիթն ունենք եւս մեկ անգամ Աստծո խոսքի առումով մտորելու, աղոթելու եւ առհասարակ միասին որպես եկեղեցի Տիրոջը պաշտամունք բարձրացնելու։ Ես սա մի քանի անգամ ասել եմ ու կկրկնեմ, որ իրականում շատերը չեն, որ այս հնարավորությունն ունեն, շատերը կցանկանային այս հնարավորությունն ունենային, եւ շատերն էլ, ովքեր որ այս հնարավորությունն ունեն, չեն գնահատում կամ նույնիսկ սա դարձել է որոշակի կարգավիճակ, որ դե ազատ եմ, Տիրոջը կպաշտեմ, ազատ չեմ, ես ինքս իմ գործերով կզբաղվեմ կամ այլ ինչ-որ մի բանով կանեմ։ Նորից ես չեմ ուզում, որ մենք ընկալենք տերունական օրը կամ Կիրակի օրը պաշտամունքին մասնակցությունը, աղոթքը, փառաբանությունը որպես օրենք ասած, որ եթե օրինակի համար կյանքիս ընթացքում այսքան անգամ պաշտամունքին մասնակցեմ, ուրեմն կփրկվենք, ծախսում այդ ազատ ժամանակը։ Էրիկին բոլորդ էլ գիտեք, ասում է, որ մի քանի անգամ է ձև մարդիկ կան, որ մոտենում են ասեն, դե գիտես ինչ, այս Կիրակի օրը լավ առիթ է պետք է գնանք ավետարանը քարոզենք կլինի, եկեղեցի չգան կամ պաշտամունքին չմասնակցենք։ Եվ Էրիկը պատասխանում ասում է, տեսեք, այսինքն ազատ եք այդ ամեն ինչի, եթե իրապես դա լավ հնարավորություն է, այլ հնարավորություն չկա այդ օրը գնալու ավետարանը քարոզելու, ուրեմն գնացեք եւ դա արեք։ Բայց ասեք պետք է միշտ հասկանանք մի բան, որ Աստծո առաջ ենք այդ ամեն ինչը անում։ Աստված ռեալ գիտի, թե իրապես ինչ շարժարդ կամ ինչ ցանկություն ունենք։ Եվ առհասարակ ինչ մտադրությամբ ենք ամեն Կիրակի օր, նույնիսկ գալի այստեղ, որտեվ ես այստեղ կարամ լինեմ ոչ ճիշտ շարժարդներ ունենալով, կարծելով, որ այդ ինչ որ հատուկ օրհնություն է լինելու կամ բան, այնինչ չեմ հասկանում, որ իր սերտողությունը եւ հասել ենք Մատթեոս 4-րդ գլուխ, կարդալու ենք 1-ից 11 համարներին։ Սա նույնպես բավականին հայտնի հատված է եւ վստահ եմ, որ գոնե եթե չեք կարդացել, լսել եք դրա մասին։ Այստեղ նկարագրվում է Հիսուսի փորձությունը կամ թե ինչպես էր սատանան փորձել Հիսուսին։ Մարտին Լութերը ժամանակին մի խոսք էր ասել, որին որ Սպերջենը ինքը համաձայն է լինում։ Սպերջենը հայտնի քարոզիչ էր, եւ Սպերջենը ասել է, որ Լութերը փաստորեն ճիշտ էր, երբ ասում էր, որ աղոթքը, մտորելը կամ խորհելը եւ փորձությունը երեք լավ ուսուցիչներ են ավետարանի ծառայողի համար։ Այսինքն աղոթքը, խորհելը եւ փորձությունը։ Հիմա մենք որպես մարդ այդքան էլ չենք սիրում, երբ որ փորձությունները միջով ենք անցնում։ Սա նույնպես ազնիվ պետք է լինենք, որտեղ ամեն մեկս մեր կյանքում փորձության միջով անցնում ենք։ Բայց այնպես չի, որ մենք ուրախանում ենք, երբ որ փորձության մեջ ենք ընկնում։ Մենք տրտմում ենք եւ շատ դեպքերում չենք վարվում այնպես, ինչպես որ հարկն է, որ վարվենք։ Եվ այս պատմությունից կփորձենք պատասխանել 3 հիմնական հարցերի։ Ով է փորձում մեզ, ինչպես է փորձությունները տեղի ունենում եւ ինչպես պետք է փորձությունները դիմագրավենք։ Եկեք ընթերցենք Մատթեոսի 4-րդ գլուխ 1-ից 11 համարները։ Մատթեոս 4-րդ 1-ից 11։ Ուզում եմ մի պահ հիշենք 3-րդ գլուխը։ Գիշեք, որ 3-րդ գլուխը նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Եվ փորձիչը նրան մոտենալով ասաց. Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։ Նա պատասխանեց ու ասաց. գրված է ոչ միայն հացով է մարդն ապրում, այլ նաև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Այն ժամանակ սատանան նրան տարավ Սուրբ քաղաքը տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց. Եթե Աստծո որդին ես, քեզ ցած նետիր, որտև գրված է իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի եւ նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն ու երբեք ոտքդ քարին չխփես։
Հիսուս նրան ասաց. դարձյալ գրված է Տիրոջը քո Աստծուն չփորձես։ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ եւ նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները ու նրանց փառքը։ Եվ նրան ասաց. այս ամենը քեզ կտամ, եթե արջևս ընկնելով երկրպագես ինձ։ Այդ ժամանակ Հիսուս նրան ասաց. հեռու գնա Սատանա, որտև գրված է. Տիրոջը քո Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես։ Այդ ժամանակ Սատանան նրան թողեց, եւ ահա հրեշտակները մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար եւ այս հնարավորության համար, որ կարող ենք գալ քո առաջ։ Աղոթում եմ, ով Հայր, որ մեր միտքը, մեր սիրտը բաց անես խոսքդ ընդունելու եւ որպեսզի առնենք այն ամեն ինչ, որ դու ես ցանկանում, որ մենք սովորենք, փոխվենք եւ մեր կյանքում կիրառենք, Տեր Աստված։ Թող որ այս օրինակը Քրիստոսի մեզ համար քաջալերանք լինի, Տեր Աստված, որ դիմակայենք ամեն փորձության, ամեն սատանայի քայլի եւ միշտ փառավորենք քեզ, ով մեր Սուրբ Աստված, Հիսուսի Սուրբ անունով, ամեն։ Գիտեք, երբ որ փորձում ենք նայենք այս պատմությունը, նորից պետք է գիտակցենք կամ փորձենք հիշենք, որ Մատթեոս ավետարանը գրվել էր հրեա քրիստոնյաների համար։ Եվ այստեղ այս պատմության մեջ որոշակի թվեր, որոշակի բաներ կան, որոնք որ զուգահեռներ էին տանելու իր ունկնդրողների համար։ Առաջին օրինակի համար, երբ որ 40 օր ու գիշեր ենք լսում, ինչ թվին են փորձում հիշել, ինչ թիվ է այն ասոցացվում մեզ հետ։ Իսրայելի, Նոյի պատմությունը ճիշտ եք, եւ նաեւ Իսրայելի փորձվելը, որ 40 տարի որտեղ էին, անապատում էին, անապատի մեջ էին գտնվում։ Ու նորից տեսնում ենք, որ 40 օր ու գիշեր Հիսուս գտնվեց որտեղ, անապատում։ Բայց երբ որ Իսրայելը անապատում փորձվեց, փորձությանը դիմացան, թե չդիմացան։ Չդիմացան, ձախողվեցին։ Հիսուս փորձությանը ինչ եղավ, դիմացավ եւ հաղթող գտնվեց։ Սա էր այն տարբերությունը, սա այն օրինակը, որ Մատթեոս ավետարանիչը փորձում է փոխանցել մեզ։ Եվ առաջին հարցը, որ ինքներս մեզ պետք է տանք, թե ինչի համար է ընդհանրապես այս փորձությունը պետք։ Արդյոք հետեւյալ փորձությունը հոգևոր հասունություն կտար Քրիստոսին։ Չէ, որտեվ Հիսուս կարիքը չուներ հոգևոր հասունության։ Հետևաբար ինչն էր պատճառը, որն էր պատճառը, որ Հիսուս Քրիստոս փորձվեց։ Եբրայեցիս 2-րդ գլուխ 18 համարի մեջ կարդում ենք, որ հեղինակն ասում է, որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։ Կամ 4:15 համարը, որովհետև ոչ թե մի քահանապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարանակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի։ Հիսուս Քրիստոս որպես մարդ փորձվեց ամեն կերպով, ինչով որ մարդը փորձվում է, բայց առանց մեղքի։ Դրանով նա ցույց էր տալի մարդկանց իր ով լինելը կամ իր սուրբ բնավորությունը, որով որ հաղթահարեց մեղքը, նաև փառավորեց Տիրոջը։ Սա նույնպես լավ օրինակ է մեզ համար եւ նորից հայտարարությունն էր, թե ով է Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոս նման կերպով ցույց տվեց իր ով լինելը։ Նախ եւ առաջ ուզում եմ ուշադրություն դարձնենք, թե ով էր հեղինակը այս փորձության։ Ինչպես տեղի ունեցավ, արդյոք այդ ամեն ինչը պատահականություն էր, արդյոք այդ ամեն ինչը անսպասելի տեղի ունեցավ։ Եվս մեկ անգամ եկեք կարդանք առաջի երկու համարները։ Երբ որ կարդում ենք այդ ժամանակ Մարկոսի ավետարանում հենց գրված է, որ միանգամից, այսինքն մկրտությունից հետո միանգամից Սուրբ Հոգու միջոցով Հիսուս տարվում է, տեսեք, Հիսուս Հոգու կողմից ուր տարվեց Սատանայից փորձվելու անապատ։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Ում կողմից տարվեց Հիսուս փորձվելու։ Սուրբ Հոգու կողմից տարվեց փորձվելու։ Սա ուզում եմ, որ մենք շատ հստակ հասկանանք, որտեվ նորից, երբ որ Հակոբոսն ասում է, երբ որ կերպ փորձությունների մեջ եք ընկնում, ուրախացեք, նորից կարող է հարց առաջանալ, ինչի համար մենք պետք է ուրախանանք։ Եթե Տերը նման բանա ոչ միայն թույլ տվել, այլ ինքն այս ամեն ինչը կազմակերպել, հետևաբար պետք է հասկանանք նաև հետևանքը։
Ես շատ չեմ մանանալու, բայց մենք խոսել ենք, որ փորձությունների ժամանակ մենք դառնում ենք ել ավելի լավ քրիստոնյաներ, ել ավելի լավ փորձված ծառայողներ, որ տվյալ փորձությունը անցնելուց հետո մենք դառնում ենք ավելի ամուր եւ պինդ։ Բայց Հակոբոսը նաև զգուշացնում է եւս մեկ բան, առաջի գլուխ 13 համարում, որ ասում է ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի Աստծուց եմ փորձվում, որտեղ Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Ինչի մեջ է խնդիրը կամ գուցե հիմա մի փոքր sense խճճվում ենք, ասում ենք ոնց։ Հիմա ասում ենք, որ Աստված է փորձում, նաև Հակոբոսն ասում է, որ Աստված չարով չի փորձում, եթե որևիցե մեկը փորձության մեջ է, թող չասի, որ Աստծուց եմ փորձվում։ Պետրոսը գրում է այս երկու տարբեր փորձությունների դրդապատճառների մասին։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 14-ից 15 համարները։ Տեսեք ինչ է ասում Պետրոս։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 14-ից 16 համարները։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեզ վրա։ Ուշադրություն դարձեք առաջի փորձությունը, պատճառը ո՞րն է։ Փորձվում ենք որպես քրիստոնյաներ, Աստծո կամքը կատարելով ենք փորձվում, ուզում ենք լինենք Աստծուն հավատարիմ եւ դրա պատճառով փորձության առաջ ենք կանգնում, խնդիրների առաջ ենք կանգնում։ Մենք արդար կերպով ենք քայլում, առանց մեղքի ենք քայլում Աստծո առաջ եւ ահա ինչ որ մի բանը մեր կյանքում տեղի ունենում, որը որ մեղքի հետևանք չի։ Հոբը ինքը արդար կերպով էր քայլում, չէ՞ Աստծո առաջ։ Եվ Տերը թույլ տվեց, որ փորձություն գա իր կյանքում։ Ճիշտ է, այդ փորձությունը սկզբնական շրջանում Հոբին անհասկանալի էին, բայց արդյունքում Հոբը դարձավ ել ավելի լավ, ասեց, մինչև այդ լսել էի քո մասին, բայց հիմա տեսնում եմ քեզ, փոխվել է իմ հասկացողությունը քո մասին, աճել է իմ հոգևոր առումով հասկացողությունը քո նկատմամբ։ Եվ դրա համար Պետրոսը հետևյալ խոսքում ասում է, որ եթե որպես քրիստոնյաներ եք փորձվում, լավ է, որ այդ ձև եք փորձվում։ Գործք առաքելոցում, երբ որ նույն Պետրոսն էր փորձվում, Հովհաննեսն էր փորձվում, գրված է, որ ինչ արեցին, ուրախացան, որ չարչարվեցին, ուրախացան, որ չարչարվեցին, չարչարանք կրեցին Քրիստոսի անվան համար, որտեղ ասում է կերպարանակից եղան Քրիստոսին, ինչպես որ Քրիստոս չարչարվեց, հիմա մենք էլ Քրիստոսի անվան համար ինչ ենք անում, չարչարվում ենք։ Բայց դրանից հետո 15 համարում բերում է երկրորդ պատճառը կամ երկրորդ օրինակը, որ մարդ կարա փորձության ենթարկվի կամ չարչարվի, որն է դա 15 համարը։ Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։ Ուշադրություն դարձնում եք, երկրորդ պատճառը, որ մարդ կարա փորձվի, դա ի՞նչն է։ Մեղքը։ Կլինի ցանկություն կամ ինչ-որ մի բան, որի հետևանքով մարդը նորից չարչարանք է կրելու, տանջանք է կրելու։ Այս դեպքում մարդը չի կարող ասի, որ ես ումից եմ փորձվում, Աստծուց եմ փորձվում։ Չէ, եղբայր, չէ, քույր, մեղք ես գործել, մեղքի հետևանքը կրում ես։ Դրա համար ասում, որ Աստված չար բանով չի փորձում։ Այո, Տերը, եթե հավատացյալի կյանքում այդ ամեն ինչը տեղի ունենում, բարին գործակից կսարքի, այդ ամեն ինչը կօգտագործի, որպեսզի մենք ել ավելի լավը դառնանք, բայց այնուամենայնիվ, այն ինչ որ կարդում ենք, մենք այս դեպքում չենք կարող ասենք, Տեր Աստված, դե ես մեղքը գործեցի, դու ես մեղավոր, դրա համար հիմա փորձության մեջ եմ։ 16 համարը։ Բայց եթե որպես քրիստոնյա չարչարվի, թող չամանչի եւ փառավորի Աստծուն այդ անունով։ Ոնց չարչարվում է ու փառավորի Աստծուն։ Այո, որովհետև այդ չարչարանքը մեզ կերպարանակից են դարձնում Քրիստոսին, նմանվում ենք նման ձևով Քրիստոսին, դառնում ենք ել ավելի լավ քրիստոնյաներ, ել ավելի լավ հավատացյալներ, փորձված հավատացյալներ, որ քամուց չեն տարուբերվում ամեն մի փոքր ինչ-որ մի բանից, այլ ինչպես որ եղբայրը ասեց, ինչ ենք լինում, բավարարված ենք լինում ումով, Հիսուս Քրիստոսով, չարչարվել որպես քրիստոնյա եւ չարչարվել որպես հանցագործ, երկու իրավիճակներ։ Հետևաբար այն իրավիճակը, երբ որ մեզանից կախված չէ, մեր ձեռքերից կախված չէ եւ մենք փորձության միջով ենք անցնում, եթե Տիրոջից է, ուրեմն ինչ պետք է անենք, ուրախությամբ պետք է ընդունենք, որտեվ նման ձևով Տերը մեզ պատրաստում է իրեն համար լավ գործիքներ լինի։ Եթե այս փորձությունը
եկել է Աստծուց, ապա մենք պետք է ինչ լինենք, ուրախանանք։ Ու դրա համար Հակոբոսը առաջի գլխում ասում է, որ եթե որևիցե մեկը իմաստության պակաս ունի, թող ինչ անի, աղոթ քանի, որ Աստված ողորմած է, որ ամեն բան կշնորհի եւ իմաստություն էլ կտա։ Ինչի համար իմաստություն, հասկանալու, թե ինչի համար եմ ես այս փորձությունների միջով անցնում։ Հիսուս Քրիստոս հոգու կողմից անապատ ուղարկվեց սատանայի կողմից փորձվելու։ Երբ որ երկրորդ համարը կարդում ենք 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելու մասին, պետք է հասկանանք մի իրավիճակ, որ ֆիզիկապես Քրիստոս հյուծվել էր։ Ֆիզիկապես բավականին շատ ծանր վիճակում էր գտնվում այդ պահի դրությամբ։ Ասեմ, որ մի հեղինակ կար, որ գալիս է միանգամից մարմնի ցանկությունը։ Կարդանք 3-ից 4 համարները։ Եվ փորձիչը նրան մոտենալով ասաց։ Երբ որ ասում ենք փորձիչը մոտենալով նրան ասաց, մենք պետք է հասկանանք, որ սատանան ամեն հնարավորություն ինչ որ ունի օգտագործելու է վնաս հասցնելու կամ փորձելու։ Կարիքը չկա սատանային համոզելու, որ գիտես ինչ կա, արի փորձի։ Եթե այդ հնարավորությունը կա, սատանան այդ հնարավորությունն օգտագործելու է։ Եթե նույնիսկ առաջին հայացքից սատանայի առաջարկը մեզ թվա լավը կամ հաճելին կամ ում Հիսուս Քրիստոսին եւ հետեւյալ խոսքերն է ասում. Եթե Աստծո որդին ես, ասա որ այս քարերը հաց դառնան։ Տեսեք, մեր թարգմանության մեջ մի փոքր չի երևում այն շեշտադրումը, ինչ որ սատանան է անում։ Եթե նայեք հունարեն բնագրի մեջ շեշտադրումը ոչ թե եթե Աստծո որդին ես, այլ ավելի ճիշտ կլիներ թարգմանել ասել, քանի որ Աստծո որդին ես, այսինքն հաստատում եմ, որ դու Աստծո որդին ես, սրա առումով կասկած չունեմ։ Ուրեմն ինչ արա։ Քարերը սարքի հաց, որպեսի ուտես։ Առաջին հայացքից վատ բան ասում է սատանան։ Չէ, քարերը դարձրա հաց եւ կեր։ Քրիստոսի համար դա ինչ որ խնդիր կարա լիներ։ Չէ, որտեվ նույն ավետարների մեջ կարդում ենք, որ 2 անգամ բազմահազարանոց ժողովուրդ ուղարկի կերակրեց, հացը բազմացրեց, հացը շատացրեց։ Խնդիր չուներ Քրիստոս այդ քարը հաց դարձնելու մեջ։ Բայց խնդիրը ինչումն էր։ Խնդիրը նորից տեսնում ենք Աստծո կամքը կատարելու մեջ է։ Հիսուս պատասխանում է. գրված է, սա կարևոր է ժողովուրդ։ Հիսուս լուր չի մնում, չի ուղակի անտեսում, կարող ուղակի մեկ վայրկյանում այնպես աներ, որ ուղակի սատանան հեռանար եւ որևիցե կերպով իր կողքը չլիներ։ Շատ տարբեր ձևերով կարող Հիսուս մի հրաշք կատարեր եւ այդ ամեն ինչով ավարտվեր։ Բայց Հիսուս ասում է ինչ։ Գրված է, սա շատ կարևոր է։ Գրված է, ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Գիտեք, ուտերը ինչ արեց, Աստված մանանայով կերակրեց, որին ոչ դու ես ծանոթ, ոչ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդը ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։ Իսրայելը երբ որ սովեց ու մանանան ստացան, բավարարվեցին այդքանով։ Հա, Սինայի լավա, վերջ այսքանով։ Չէ, անընդհատ փնթփնթում էին։ Ասում էին Եգիպտոսի սոխը, սխտորը, հետո որոշ ժամանակ հետո ասում էին միս չունենք, էս էլա պետք, այն էլա պետք։ Էդի գիտեք ինչ է նկարագրում, էդի նաև մեզ է նկարագրում։ Մենք էլ մեր կյանքի ընթացքում մեր ցանկությունը, մեր մարմնի նույնիսկ ցանկությունը մի փոքր պակասում է, ինչ ենք անում, հավատարիմ լիներ մինչև վերված է։ Իսկ մենք շատ անգամներ որպես քրիստոնյաներ են զենքը, որ ունենք պայքարելու, կռվելու, որը ո՞րն է։ Խոսքն է, Աստծո խոսքն է, որ ասում է, որ դա է միակ սուրը, դա է միակ այն հարցակվող զենքը, որը որ կարանք պաշտպանվենք եւ հարցակվենք, մենք այդ ամեն ինչը կողքի ենք դրել։ Մենք ինքներս մեզ ինչ որ այլ փիլիսոփայությամբ ենք հանգստացնում, երբ որ խնդիրներ են գալի, երբ որ ցանկություն ենք ունենում, այդ ցանկությունները բավարարում ենք։ Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, սատանան կարծես մեր բարին է ուզում։ Ուզում է, որ մենք բավարարենք մեր բնակ։ Գուցե այդ պայդրությամբ ես ինչ որ ռեալ կարիքներ ունեմ։
Ռեալ ֆիզիկական կարիքներ ունեմ։ Արդյոք դա նշանակում է, որ Աստված միանգամից բոլոր կարիքներից պետք է պատասխանի։ Չէ, ժողովուրդ։ Ես չեմ կարդացել նման մի բան։ Ես չեմ տեսել նման մի բան Աստվածաշնչում։ Այո, այսօր կքարոզենք, ասեն, որ ինչի որ կարիք ունեք, Աստված միանգամից կբավարարի։ Հիվանդ եք, կլավացնի, սոված եք, միանգամից կկերակրի։ Ուրիշ ինչ որ խնդիրներ ունեք, միանգամից այդ բոլոր հարցերը կլուծի։ Բայց այնինչ ես չեմ տեսնում նման մի բան։ Այլ հակառակը տեսնում եմ, որ Տեր Աստված նման բաներ մեր կյանքում թույլ է տալիս, որպեսզի մենք սկսենք ավելին գնահատել, որ կյանքը զուտ այս մարմնի ցանկությունների բավարարելը չի։ Սակայն շատերս, որպես քրիստոնյաներ նորից ու նորից գնում ենք ու այդ մարմնի ցանկություններն ենք փորձում իրականացնել։ Կլինի հացի տեսքով, կլինի այլ ինչ-որ բանի տեսքով։ Նման իրավիճակներում արձագանքը կարող է լինի տարբեր, կամ երկու տեսակի։ Կամ Աստծուն հաճելի կերպով ենք հնազանդվում, հաճելի կերպով ենք արձագանքում, կամ մեղք ենք գործում, տրվում ենք մեր ցանկություններին։ Երկրորդ փորձությունը դա նման է հենց այն կյանքի ամբարտավանությանը։ 5-ից 7 համարներ։ Այդ ժամանակ Սատանան նրան տարավ Սուրբ քաղաքը, ուշադրություն դարձնում եք, որ ժամանակ։ Երբ որ պատասխանը ստացավ, հիմա տարավ Սուրբ քաղաքը տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց. Եթե Աստծո որդին ես, հիմա նորից, ոչ թե եթե կասկածի տակ դնում է Աստծո որդի լինել, ասում է, քանի որ Աստծո որդին ես, քեզ ցած նետիր, որտեվ գրված է, ուշադրություն դարձնում եք, ինչ ասում։ Հիսուս ինչպես պատասխանեց։ Գրված է։ Հիմա Սատանան բարձրացրել է մի բարձր աշտարակ, այսինքն տաճարի վրա, մոտավորապես 135 մետր բարձրության վրա։ Եթե պատկերացնենք հարկերի առումով 40 հարկանի շենք պատկերացրեք։ Բարձրացրել է այդտեղ ու հիմա ասում է. ցած նետիր քեզ։ Փորձի ցույց տուր, որ դու հրաշագործ ես։ Եթե տեից ինչ որ մեկը թռնի ու կարողանա կենթանի մնա, մարդկանց կողմից ինչ ընդունելու, փառք ընդունելու, չէ, ցույց է տալու իր ով լինելը։ Բարձրացրել է աշտարակի վրա, հիմա ասում է ցույց տուր։ Ցույց տու բոլորին, որ դու հենց Աստծո որդին ես, այս հրաշքը կատարի։ Խաչի վրա էլ էին, չէ, մարդիկ կային գալիս էին ասում են, եթե Քրիստոսն ես ինչ արա, խաչից իջի հրաշք գործի։ Տանում էին մարդկանց մոտ, մտածում էին Քրիստոս աճպարարը, ասում էին հրաշք արա։ Լսել ենք, հեսա մի հատ հրաշք ենք տենալու քեզանից։ Շատերը Քրիստոսին այն նույն տրամաբանությամբ են հետևում։ Գնում են, Քրիստոսից հրաշք են ուզում։ Կարծես թե կասկածում են Քրիստոս ինչ-որ մի բան կարա անի, չի կարա անի, Տեր Աստված ինձ ցույց տուր, պարտադիր ուզում եմ քեզ տեսնել, ինչի։ Ոնց պետք է տեսնեն Քրիստոսին։ Ուզում եմ Տեր Աստված քո ձայնը լսեմ, ինչի։ Ինչի համար ֆիզիկապես ինչ-որ ձայն պետք է ականջից լսեմ, եթե ես խոսք ունեմ։ Ինչի պետք է ինչ-որ հրաշք տեղի ունենա իմ կյանքիս մեջ։ Որն է պատճառը։ Ուզում եմ ուղղակի դրանով բավարարված լինեմ, որ ասեմ, «Օ, Քրիստոս էս ամեն ինչն արեց»։ Երկրորդ բանը, ինչ որ անում է Սատանան, փորձում է ինքն էլ ինչ անել, մեջ բերի Աստվածաշնչից։ Ասում է, որովհետև ինչ եղած, գրված է։ Իսկ հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի եւ նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփես։ Սաղմոս 91-ից է մեջբերում անում, բայց կոնտեքստից կտրված։ Եթե կարդաք Սաղմոս 91-ը, ամբողջ Սաղմոսը խոսում է նրա մասին, որ մենք մեր կյանքի վստահությունը պետք է դնենք Աստծո վրա։ Ու նույնիսկ այդ Սաղմոսի վրա երգել կա, բայց ինչ անում Սատանան։ Վերցնում է երկու համար դրանից կոնտեքստից դրծված ու ներկայացնում է հակառակն է ցույց տալի, որ ոչ միայն վստահենք Աստծուն, այլ ինչ անենք, փորձենք Աստծուն։ Դրա համար երբ որ կոնտեքստից դուրս խոսքը օգտագործում ենք, պետք է շատ զգուշ լինենք, որտեվ է դրա լավ մասնագետնով է Սատանան ինքն է։ Դրա համար այսօր շատ քարոզիչներ վերցում են Աստվածաշունչ ու ինչ որ բաներ են քարոզում, իրանց ուզածն են ներկայացնում։
Իրանց ուզածն են ներկայացնում այնպես, ինչպես որ իրանք են ցանկանում, ինչպես որ իրանք են տրամաբանում կամ հասկանում։ Այնինչ այդ նույն գործողությունն արեց ով? Սատանան ինքը։ Հիսուսի նկատմամբ ասեց գրված է։ Հա, գրված է, համաձայն եմ։ Բայց ինչ օգուտ ունի այդ ամեն ինչը, երբ որ դու կողտեսի դուրս ես օգտագործում։ Դրա համար միշտ պետք է հիշենք մի բան։ Ցանկացած մեկը, որ Աստծո խոսքը օգտագործում, պարտադիր չի, որ այդ մեկը Աստծո խոսքը օգտագործի Աստծո փառքի համար։ Եվ երկրորդը, եթե որևիցե մեկը Աստծո խոսք է օգտագործում, նույնիսկ պարտադիր չի, որ այդ մեկը քրիստոնյա լինի։ Կարա մարդը քարոզի, կարա մարդը Աստծո խոսք խոսի, բայց այդ ամեն ինչը զուտ դատարկ լինի եւ իր փառքը փնտրելու համար լինի։ Ինչ որ անում էին փարիսեցիները, ինչ որ Հիսուս Քրիստոս ասեց, որ կլինեն մարդիկ, որ կասեն քո անունով էս արեցինք, էս հրաշքը գործեցինք, դևեր հանեցինք, խոսքդ խոսեցինք, մարգարեացանք։ Հիսուս ինչ է ասում։ Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք անօրենություն գործողներ։ Հետևաբար ամեն մի խոսքը կլինի համացանցում, որ լսում եք, ամեն մի քարոզիչ, որ լսում եք, դեռևս չի նշանակում, որ այդ մարդը Աստծո մարդն է, եւ մենք պետք է լսենք այդ խոսքը։ Պետք է ստուգենք, քննենք, տեսնենք այդ խոսքը, որ օգտագործվում է կոնտեքստի մեջ։ Այդ քարոզիչը, որ քարոզում է, ճիշտ վարդապետությամբ է քարոզում, որտեղ սատանան նույնպես օգտագործում է խոսքը ասելով գրված է։ Հիսուս նրան պատասխանեց. դարձյալ ինչ է արած, գրված է, դարձյալ գրված է քո Տիրոջը, քո Աստծուն չփորձես, ստիպել Աստծուն հրաշք անելու, եւ որ բոլորը տեսնեն, գիտեք ինչի է նման, ժամանակակից շատ եկեղեցիների, որ բերում են ինչ-որ մարդու բոլորի առաջ ու ստիպում են, որ հենց հիմա պետք է Աստված հրաշք անի ու բոլորս պետք է տենանք ու ծափահարենք։ Ժողովուրդ, տենց Աստված չի գործում։ Աստծուն մենք որևիցե բան չենք կարող ստիպենք, որ ինչ-որ հրաշք անի կամ հրաշք չանի, բժշկի կամ չբժշկի։ Հրճակում ենք ինչ-որ մի բաներ, ստիպում ենք Սուրբ Հոգուն ինչ-որ բաներ անելու։ Ես ուղղակի շատ դեպքերում զարմանում եմ եւ վախենում եմ այն մարդկանցից, ովքեր որ նման արտահայտություններ են անում, նման աղոթքներ են անում, նման կերպով են վարվում։ Ու կարծես ոչ թե Աստված է Աստված, այլ մենք ենք Աստված։ Որովհետեւ Աստված մեր ձեռքում գործիք է, ինչպես որ կուզենք, նույնպես էլ կվարվենք։ Մեր կյանքում մենք Աստծուն որևիցե բան որ չենք կարող ստիպենք։ Աստված անում է այն, ինչ որ ինքն է կամենում իր կամքի համեմատ։ Ու դրա համար երբ որ Հիսուսին մոտեցավ ու ասեց. «Քեզ ցույց տուր հրաշք արա, թռիս տեղից թող Աստված քեզ փրկի, ցույց տուր քո ով լինելը, ցույց տուր որ դու այդքան լավն ես», այս ամեն ինչ այդ կյանքի ամբարտավանությունն է, ցուցամոլությունն է, որով որ շատ շատերս տառապում ենք։ Դեռ Աստված ինքը պետք է գործի։ Եթե հրաշք ուզեց անի, հրաշքը կանի։ Եթե չուզեց, ուրեմն դրանով պետք է քայլեմ։ Ես չեմ որոշում Տերն ինչ անի, ինչպես անի։ Աստծուն փորձել, հրամայել, հրճակել, ով է մարդը, որ կարողանա Աստծո առաջ կանգնի կամ ինչ-որ մի բան անի։ Հիսուս նորից պատասխանում է խոսքով. Աստծուն չփորձես։ Չփորձես չի նշանակում, որ որևիցե կերպով չմոտենանք Աստծուն, չաղոթենք, այլ նշանակում է վստահենք մեր ողջ էությամբ։ Հավատք հենց սա է նշանակում։ Երբ որ ես հավատում եմ, ես վստահում եմ Աստծուն կյանքիս ամեն իրավիճակներում, սա է նշանակում լիարժեք վստահություն, ինչի մասին որ խոսքը ասում էր հենց Սաղմոս 91-ում։ Երրորդը, ինչի մասին որ Սերգեյ եղբայրս այսօր խոսեց, երրորդ փորձությունը աչքի ցանկությունն է նորից։ Մատթեոս 4:8-10 համարները։ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ եւ նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները ու նրանց փառքը։ Գիտեք, չկա այնպիսի մի լեռ իրականում, որ դրա վրա կանգնելով կարաս տենես ամբողջ աշխարհները կամ ամբողջ տարածությունը։ Գուցե ինչ որ մի կերպով կարողացավ ներկայացնի կամ ցույց տա այդ բոլորը, բայց նպատակը ո՞րն էր։ Սատանայի նպատակը իրականում մեկն էր, ու այդ նպատակը ինքը ներկայացնում է հետևյալ համարների մեջ։ Ասում է եւ նրան ասաց. այս ամենը քեզ կտամ, եթե արջևս ընկնելով ինչ անես, երկրպագես ինձ։
ընդունես ինձ, ում են երկրպագում։ Աստծուն են միայն, չէ, երկրպագում։ Երբ որ սատանան ասում է երկրպագես ինձ, սա իր ներքին փափագներ են ցանկությունն է, որ եղել է հենց ամենասկզբից։ Երբ որ ինքը որպես հրեշտակապետ հպարտացավ ուզեց Աստծո նման լինել։ Դրանից հետո երբ որ փորձում է Ադամին ու Եվային, հիշում եք նույն տրամաբանությամբ է մոտենում։ Ասում է, երբ որ այս պտուղը ուտեք, ումպես կլինեք, Աստծո նման կլինեք, էլի չարին ու բարին գիտացող, այս ամեն ինչը իր ցանկությունն է, իր փափագն է։ 5 տականում նայեք, երբ որ զոհաբերություններ էին կատարում նորից սատանային, ինչ էին անում, երեխաներին էին, չէ, զոհաբերում։ Նորից փափագը ո՞րն է սատանայի, որ ինքը իր զգա իրեն կարծես, հենց ինքն է այդ Աստվածը։ Եվ նույն բանը այստեղ է անում։ Առաջարկում է ամբողջ աշխարհը։ Բայց որտեղից այդ իշխանությունը իրան։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 4-րդ համարի մեջ կարդում ենք, որ Աստծո խոսքն ասում է, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի Աստվածը ինչ արեց, կուրացրեց։ Այսինքն սատանան նկարագրվում է որպես այս աշխարհի Աստված։ Մեկ ուրիշ համարի մեջ կարդում ենք, որ ինքը ներկայացվում է որպես օդի իշխանը։ Բայց հարց, այս իշխանությունը ում էր տրված ժամանակին։ Աստծունն էր, բայց Աստված ինչ-որ մեկին հանձնեց, հիշում եք։ Ադամին հանձնեց։ Երբ որ ծննդոց գրքում կարդում ենք, երբ որ պարտեզի մեջ դրեց, Ադամին տվեց իշխանություն իշխելու ամեն ինչի վրա, ամեն բանի վրա։ Եվ երբ որ Ադամն ու Եվան պտուղը կերան, մեղ գործեցին Աստծո առաջ, ինչ արեցին, իրանք ձեռքերով այդ իշխանությունում տվեցին, սատանային հանձնեցին։ Դա համար հիմա սատանան այն ինչ որ կարծես ժամանակավոր հանձնված է իր ձեռքը, փորձում է Քրիստոսին գայթակղեցնել ու ասել, գիտես ինչ կա, այս ամեն ինչը քեզ կտամ։ Իրականության մեջ կա մի բան, որ Աստծուն չի պատկանում։ Ամեն բան Աստծուն է պատկանում։ Ամեն ինչ որ տեսնում եք, թե երկնքում, թե երկրից վրա, ամեն բան պատկանում է Աստծուն։ Բայց երբ որ այդ ամեն ինչը լսում է, այդ ժամանակ Հիսուս նրան ասաց. «Հեռու գնա սատանա, որտև գրված է. Տիրոջը քո Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես»։ Գիտեք, նորից առաջին հայացքից կարար հարցը լուծվեր, էլի վերջի վերջո։ Կարար Հիսուս ընդուներ այդ առաջարկը, դառնար ամբողջ աշխարհի իշխանը, առանց խաչելության, առանց բան, ընդհանրապես մի հատ երկրպագություններ եւ վերջ։ Դրանից հետո ամեն բան իրան կպատկաներ։ Չէ՞։ Ոչ, ինչի ոչ։ Առաջարկել են ու այդ ամեն ինչը իրականություն է։ Ժողովուրդ, գիտեք, այս ամեն ինչը նաև սատանան է մեզ առաջարկում։ Առաջարկում է ամեն մեկին տարբեր կերպերով։ Շատ հեշտ տարբերակներ։ Մի փոքր գողությունը արա, միանգամից հարցերից լուծումը կստանաս։ Հիմա եթե ճիշտ ասես, խնդիրներ ես ունենալու։ Մի հատ սուտ ասա, փոճուրիկ սուտ ասա, արագ հարցերդ լուծվում են։ Շատ արագ։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ մենք այս իրավիճակում ենք գտնվում, միշտ մեր առաջ դրված է բարին ընտրելը, Աստծուն ընտրելը, Աստծուն հնազանդվելը եւ հակառակվելը։ Մեղ գործելու այդ մեղ գործերը կարա լինի ազնիվ կերպով, կարծես ինչ որ թեթև մի բան, փոճուրիկ մի բան, դե մի փոճուրիկ ցանկությանը տրվեցի, մի փոճուրիկ խափեցի, մի փոքր գողացա, մի փոքր ու մենք տեսնում ենք, թե այս ամեն ինչը ոնց է մեզ ինչ անում, քաշում, ոնց է խեղդում մեզ մեղքը։ Եվ դրա համար երբեք ու երբեք մի տրվեք անգամ փոքր ցանկություններին։ Մենք տեսանք մինչև այդ ինչ էր, մարմնի ցանկություններ առաջարկում էր, սոված էր Քրիստոս, կեր ինչ կա որ, մի հատ հրաշք գործի կարաս անես։ Արագ հարցերդ լուծի բավարարվի դրանով։ Երկրորդ տարբերակը, քո ով լինելը ցույց տուր, բարձր տեղից թռի ու թող բոլորը տեսնեն, որ հրեշտակները քեզ հնազանդվում են։ Քո փառքը ցույց տուր, քո ով լինելը ցույց տուր, այս կյանքի ամբարտավանությունն է, ցույց տուր։ Հիմա Facebook, Instagram, բոլորը ամեն ինչ ցույց են տալիս։ Ինչ արեցին, ինչ կերան, երբ կերան, ում հետ կերան, ում մնացածը հիմա ուտելու վրա կենտրոնացա։ Ինչ շոր հական, խի հական։ Հասկանում եք, այս ամեն ինչը ցուցամոլություն է, ժողովուրդ, որից որ մենք պետքա դուրս գանք։ Ինչ ունենք ցույց տալու, ինչ ունենք ապացուցելու, ինչով ենք ապրում, ինչքանով է մեր կյանքը այսօր իրական։
Սա դարել է համացանցային։ Հիսուս նման բանին չտրվեց։ Երրորդ տարբերակ աչքի ցանկություն տվեց, ցույց տվեց լիքը բաներ։ Մեր առաջ էլ անընդհատ լիքը բաներ ենք տեսնում, լիքը բաներ ենք ուզում։ Ու այո, այս աչքը անկուշտ է։ Մի հատը բավարարեցիր, երկրորդն էլ ես ուզելու, երրորդն էլ ես ուզելու, անընդհատ ուզելու ես, այս ուզելով խեղդվելու ես։ Արդյունքը լինելու է դատարկություն։ Դրա համար մանույն Մատթեոսի ավետարանում 16-րդ գլխում Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքերն ասում է մարդուն ինչ օգուտ, երբ ամբողջ աշխարհը շահի, իրան առաջարկվել էր այդ ամեն ինչը։ Հիմա ինքը ասում է ինչ օգուտ, որ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի կամ մարդը ինչ փրկագին կգտա։ Հա աշխարհը շահեցիր Աստծո առաջ ինչ է ստանու։ Ինչ ես պատասխանելու, ինչ ես ասելու, պատկացա ամբողջ աշխարհը շահեցիր։ Ուր են գնում ենք, ժողովուրդ։ Որն էր սատանայի ցանկությունը։ Սատանայի ցանկությունը մեկն էր, ուզում էր Աստծո նման լինել։ Ուզում էր, որ իրան փառք լիներ, փառավորեն, մեծարեն։ Մենք էլ շատ անգամներ, երբ որ հնազանդվում ենք մեղքին, մենք այդ առիթն ենք տալիս սատանային։ Մենք, որ ունենք ամեն բան, պետքա բավարարված լինենք Քրիստոսով, մենք ինչ ենք անում։ Սկսում ենք նայել աջ, սկսում ենք նայել ձախ։ Եվ ինչպես որ Սերգեյ եղբայրս ասեց, սա ճշմարտություն է։ Եթե Քրիստոսով ես բավարարված չեմ, ուրիշ ոչ մի բանով բավարարված երբեք չեմ լինելու։ Ինչպես հաղթել փորձությանը։ Սրա մասին արդեն իսկ ասացինք ու արդեն իսկ կարդացինք։ 11-րդ համարում կարդում ենք, որ այդ ժամանակ սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակներ մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Հետաքրքիր է, այն հրեշտակները ու մասին, որ սատանան ասում էր, որ ինչ արա, թռի ու քեզ կպաշտպանեն, այս հրեշտակները արդյունքում ինչ արեցին։ Եկային ու Քրիստոսին ծառայում էին։ Նյութական, այսինքն կերակրելու առումով էլ, որտեղ այդ տերմինաբանությունը, որ օգտագործվում է, հենց այդ առումով ծառայում էին, սպասարկում էին իրեն։ Այն կարիքները ինչ որ ուներ։ Ինչպես կարողացավ Հիսուս հաղթահարող դուրս գալ։ Ինչպես կարողացավ հաղթել։ Իսրայելը ժամանակին տրվեց ցանկությանը։ Մանանան ստացավ, մանանան քիչեր ասում են, առավոտից իրգուն մանանա ենք ուտում, մեզ միս ուղարկիր։ Մեր բանն ենք ուզում, սխտորն ենք ուզում, սոխն ենք ուզում, հասկանում եք, բավարարված չի։ Անընդհատ ուզում է նորը ու նորը։ Հիսուս պատասխանեց ամեն ինչ երկրորդ օրինաց գրքից։ Լիարժեք կերպով ինչ եղավ, մնաց հնազանդ Աստծուն։ Ու Հակոբոս առաքյալը գիտեք ինչ է ասել։ Տվել է հենց այդ գաղտնիք, ինչ որ Հիսուս արեց։ Հակոբոս 4 գլուխ 7-րդ համարը։ Արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, որ նա ձեզանից ինչ կլինի, ու նա ձեզանից կփախչի։ Ինչ է ասում Հակոբոսը։ Պարզ բան ասում, ինչ որ մենք գիտենք։ Հնազանդվեք ում առաջնային, ձեր ցանկություններին, ձեր մարմնի ցանկությանը, ձեր տեսածին, ձեր փառքին, ձեր ցույց տալուն, չէ, հնազանդվեք առաջինը Աստծուն։ Դիմակայեք սատանային, ու սատանան ձեզանից ինչ կլինի, կփախչի։ Դրա համար սիրելիներ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մարդու ցանկություններն են փոխվել, ոչ սատանան է փոխվել, ոչ էլ մեթոդներ են փոխվել, որով որ ինքը մոտենում է։ Սա նույնն է։ Ձին դարել է Bentley, չգիտեմ, կավից տունը դարել է, քարերից այլ տեսակի ինչ որ տներ, ուրիշ էլ ինչ օրինակ բերեմ։ Շատ բաներ ինչ որ առաջ էր, հիմա մի քիչ ձևն է փոխվել, շորի տեսքն է փոխվել, հնարավորություններն է մեծացել ավելի։ Բայց իրավիճակը նույնն է։ Սատանան ունի մեկ նպատակ՝ գալու, փորձելու։ Մեր պատասխանը պետք է լինի Աստծուն հնազանդվել ամեն իրավիճակներում։ Եվ երբ որ Աստծուն հնազանդվենք, դիմակայենք փորձությանը, Տերն է փառավորվելու, եւ մենք էլ լինելու ենք որպես լավ քրիստոնյաներ։ Ուզում եմ ավարտեմ առաջի Հովանու 2-րդ գլուխ 16 համարով, որտեղ որ նկարագրում է սատանայի մոտեցումը։ Առաջի Հովանու 2-րդ գլուխ 16 համարը։ Եթե մեկը աշխարհը սիրում է, աշխարհը ի՞նչն է, այն ինչ որ աշխարհն է առաջարկում, մարդիկ չեն։ Այն ինչ որ աշխարհն է առաջարկում։ Ասում է, եթե մեկը աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ։ Չես կարա համ աշխարհը ընդունես, համ էլ հորը,
չի աշխատում միասին։ Կամ ստեղ եմ, կամ ընդեղ եմ։ Չեմ կարա մի ոտս Աստծո հետ լինի, մի ոտս էլ ստե։ Այդ նույն տրամաբանությունը համ եկեղեցու մեջ եմ, համ աշխարհի մեջ եմ, վայելում եմ կյանքս այսքով այնքով։ Չի լինում տենց։ Կամ Քրիստոսի մեջ եմ, Քրիստոսով բավարարված եմ, կամ աշխարհի մեջ եմ ու աշխարհով եմ բավարարված, չնայած երբեք բավարարված չեմ լինելու, խաբված եմ լինելու։ Ինչի՞։ Ասում է, ինչ աշխարհի մեջ է։ Աշխարհի մեջ ի՞նչ է։ Մարմնի ու աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Էսա առաջարկում աշխարհը ու սրանից ուրիշ ոչ մի բան չունի առաջարկելու։ Բայց էսի բավարար է։ Մեծ ամասությունը մարդիկ ձկան կարթին որ գցում են, տեսել եք ձուկ բռնել եք, ճիճվից բացի նաև կան փայլուն այլ ինչ որ sense խաղալիքների նման արհեստական բաներ, որ նորից դրանով խաբվում են։ Այսինքն նույնիսկ ճիճուել չի, ձուկը տենում է որ գալիս է ուտում է, նույնիսկ ճիճու չի, խաբկանք է, այն նույնն էլ սատանան մարդկանց է խաբում։ Տեսքը սիրուն է, լավ փաթեթավորված է, մեծ մի հատ բանտիկ էլ վրեն կա, ու մարդիկ էլ ինչ են անում, վազում են ամբողջ կյանքը տալիս են, որպեսզի այդ փայլուն բանտիկը ունենան։ Արդյունքը ինչ է։ Ասում է մարմնի աչքի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը ումից չէ, հորից չէ, այլ աշխարհից է։ Հետևաբար եթե աշխարհին հետևենք, աշխարհից էլ ստանալու ենք այն, ինչին որ վազում ենք, ինչ որ ակնկալում ենք։ Եթե հնազանդվեցինք հորը, կստանանք հորից այն, ինչ որ ինքն է առաջարկում։ Տեր Աստված առաջարկում է մի բան՝ Հիսուս Քրիստոսին, ու դա բավարար է մեզ համար։ Հռոմեացիս 5:8 համարը։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար ինչ արեց, մեռավ։ Սա է Տիրոջ սերը մեր նկատմամբ, որ ինքը ցույց տվեց։ Ազնիվ էր, բաց էր, հստակ էր, ու այնով որ Քրիստոսինն է, կյանք ունի, փրկություն ունի։ Այնով որ Քրիստոսինը չի, խաբված այն ինչ-որ փայլուն բաներով, աչքի տեսածով, մարմնի ցանկություններով, փառքով, ուրիշ ինչ-որ բանով։ Դա ենք ստանում։ Դա Աստված առաջարկում եւ սա էլ առաջարկում է սատանան։ Ընտրությունը մերն է։ Թե որպես եկեղեցի մենք ում ենք ուզում հետևենք, ում ենք ուզում հնազանդվենք։ Իսկ եթե դեռևս Քրիստոսինը չեմ, նորից ում եմ ուզում հետևեմ, արդյունքում ինչ եմ ուզում ստանամ։ Թող ամեն փառքը լինի Տիրոջը, որ ամեն մեկս բավարարած լինենք Տիրոջը խաչով, որտեղ նման ձևով Տեր Աստված ցույց տվեց եւ ապացուցեց իր սերը մեր նկատմամբ, երբ մենք դեռ մեղավոր էինք ու մեղքերի մեջ մեռած էինք, իրեն թշնամի էինք։ Ամեն փառքը թող լինի Աստծուն, եկեք աղոթենք։ Տեր Աստված փառք ենք քեզ տալիս, որտեղ դու արժանի ես ամեն փառքի։ Շատ-շատերն են խոսում սիրուց, շատ-շատերն են տարբեր բաներ առաջարկում։ Եվ մենք էլ որպես մարդիկ շատ դեպքերում գայթակղվում ենք, տրվում ենք ցանկությանը, կլինի աչքի տեսածին, մարմնի ցանկություններին, այս կյանքի ամբարտավանության, այս կյանքի ցանկությունները, փառքը շատ դեպքերում մեզ կուրացնում են, Տեր։ Այն ամենը, ինչ որ տեղ ունեցավ քեզ հետ Տեր Հիսուս անապատում, ավելին էր, քան կարող էր որևիցե մարդ դիմակայել, որտեղ շատ դեպքերում մենք գայթակղվում ենք, շատ դեպքերում տրվում ենք մեղքին, Տեր, բայց դու սուրբ գտնվեցիր եւ ոչ մի մեղք չգործեցիր, Տեր։ Եվ լավագույն կերպով ցույց տվեցիր քո ով լինելը, քո սուրբ լինելը, քո հաղթող լինելը, որ հաղթեցիր, Տեր, խոսքին եւ քո հորը հնազանդվելով։ Ով Տեր Աստված, որպես քո զավակներ, որպես քո եկեղեցի, աղոթում եմ, որ դու էլ մեզ կարողություն տաս քեզ հնազանդվելու, Տեր։ Որ չտրվենք մարմնի ցանկություններին, թեև նեղության մեջ լինենք, թեև կարիքների մեջ լինենք, Տեր Աստված, մինչև վերջ հավատարիմ լինենք քեզ, որտեվ այո, մենք ոչ միայն հացով ենք ապրում, այլև քո խոսքով ենք ապրում, Տեր։ Քո խոսքն է այն կենարար խոսքը, որ մեզ կյանք է տալիս եւ լույս է տալի մեր ճանապարհներին, որով որ մենք ապրում ենք, որով որ մենք առաջնորդվում ենք, Տեր։ Ուստի օգնի նաեւ, որ այն աչքի ցանկությունները, այն ամեն ինչ որ տեսնում ենք, Տեր,
Ոչ թե քեզանից հեռացնի մեզ, այլ քեզ էլ ավելի վազենք, Տեր։ Տեսնելով մեղքը, տեսնելով այդ ամենը, Տեր, էլ ավելի ձգտենք քեզ մոտենալու, Հայր։ Որտեվ մի մենք քո մեջ ունենք փրկություն։ Մի մենք քո մեջ է այդ ազնվությունն ու փրկությունը, Տեր, այլ հակառակը ամբողջ աշխարհը մեզ առաջարկում է խաբկանք։ Ուղղակի հոգու եւ մարմնի տանջանք ուրիշ ոչ մի բան, Տեր։ Օգնի, որ այդ գիտակցությունն ունենանք։ Նաեւ օգնի, ով Տեր Աստված, որ հեռու լինենք ցանկություններին եւ չփորձենք ինչ որ կերպով փառք փնտրել այս աշխարհում, ինչ որ մի բան ցույց տալու, ինչ որ մի բան ակնկալելու, Տեր։ Օգնի, որ խոնարհ լինենք, Տեր։ Քեզանից ակնկալենք քո պատասխանները քո ժամանակին։ Ու ամեն ինչի մեջ փառք ուղենք դեպի քեզ, Տեր։ Որտեվ մի միայն դու ես ամարժանի ամեն փառքի, Տեր։ Ոստի եթե մեր կյանքում գալիս են փորձություններ քեզանից, օգնի, որ այն ուրախությամբ ընդունենք, քեզ հնազանդությամբ հաղթարենք այդ ամենը եւ խոսքովդ առաջնորդենք մեր ողջ կյանքի ընթացքում, որպեսզի փառքը մի միայն քեզ լինի։ Հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։